Խաղաղություն եղբայրներ քույրեր, Աստված օրհնի մեզ բոլորիս, շնորհակալ ենք, ինչպես եղբայրը ասեց, տերունական օրվա համար, շնորհակալ ենք բարի առավոտի համար, որ Տեր Աստվածը մեր ոտքերը առաջնորդել է մի վայր, որտեղ իր խոսքի համաձայն Տեր Հիսուս ներկայա։ Սրտանց ասենք, փառք ես Տեր Հիսուս։ Եղբայրներ քույրեր, մինչև խոսքին անցնելը մի բան եմ ուզում անկեղծ ասեմ։ Հոգևոր ծառայության բերումով տարբեր տեղեր ենք լինում, թե ռայոններում, թե տարածքներում, եւ հետաքրքիր է, որ մոտենում են քույրեր, ասում են, գիտես եղբայր, այս առողջական խնդրեմ ունեմ, ինչ դեղորայք խորհուրդ կտաս, հետո եղբայրներ են մոտենում, ասում են, եղբայրս ինչ խորհուրդ կտաս, այս խնդրեմ ունեմ, այսօր որոշեցի, որ դեղորայք եմ ասելու, դեղորայք Բայց այդ դեղորայքը չեք կարա ոչ մի դեղատնից առնեք, դեղորայք եմ ասելու, որի համար գումար չեք ծախսելու, պատրաստ եք թուղթ ու գրիչը, պատրաստ եք, այդ դեղորայքը հավիտենական է, այդ դեղորայքը աստվածաշնչյան է, այդ դեղորայքը կապ չունի ինչ ցավով եմ ես և դու տառապում, այդ դեղորայքը կարողանում է բժշկել բոլոր տեսակ հիվանդությունները, թե նյարդային, թե հոդային, թե ողնաշարային, գրում եք, վերցրիք թուղթ ու գրիչը, եկեք հիմա տեսնենք ինչ է ասում Տիրոջը խոսքը մեզ, ես դիտավորյալ տենց ասեցի, որ տպավորվի մեր մեջ, Եսայի մարգարեություն 55-րդ գլուխ 10-րդ խոսք, գրեք ձեր մոտ նշեք, ովքեր նշում են, վասնզի ինչպես անձրևը ու ձյունը երկնքեն կիչնեն ու հոն չդառնար, հապա երկիրը կոռոքե ու զանիկա պտղաբեր եւ արգասավոր կնե, ցանողին հունդ ու տողին հաց կտա, իմ բերնես ելած խոսքնալ այնպես պիտի լա, իմ բերնես ելած ինչը եղբայրներ քույրեր, իմ բերնես ելած խոսքնալ այնպես պիտի լա, ինձի պարապ պիտի չդառնա, դավանենք մեր ներսում, թե չէ, այո, պարապ պիտի չդառնա, այսօրվա օրը կարա իմ և քո կյանքի մեջ պատմական օր լինի, հաղթական օր լինի, բժշկության օր լինի, ինձի պարապ պիտի չդառնա, հապա իմ կամքս պիտի կատարե ու հաջողությամբ ի գործ դնե այն բանը, որու համար զանիկա ղրկեցի, փառք Տիրոջը եղբայրներ քույրեր, ավետարանի խոսքը կարողանում է մահացածին կենդանացնել, ավետարանի խոսքը կարում է խավարը լույսի փոխել, ես և դու մեր չափով համոզվել ենք, որ այդ խոսքը ունի զորություն արարելու երկինք ու երկիր, զուգահեռ համար եմ կարդում, որ գրված է Ամովսյա մարգարեության մեջ և վերջում ամփոփելով պետքա տեսնենք դրա կարևորությունը այսօր ես զգում եմ, թե ոչ իմ հոգևոր կյանքի ընթացքում։ Ամովսյա 8-րդ գլխից եմ կարդալու, 11 համարը շատ լսված համար, բայց ոնց որ թե մեզի անհանգստություն ա տալիս։ Ահա օրեր կգան, կսե Տեր Եհովան, եղբայրներ քույրեր, 8-11-ից եմ կարդում։ Օրեր կգան, կսե Տեր Եհովան, որ երկրի վրա սովմը պիտի ղրկեմ, ոչ թե հացի սով, ոչ թե ջրի ծարավ, այսինքն սով կա, որը հացի չի, ծարավ կա, որը ջրի չի, տեսնենք ինչ է հուշում Տիրոջը խոսքը, հապա Տիրոջը խոսքը լսելու սով պետքա լինի, ու մեկ ծովեն մինչև մյուս ծովը, հյուսիսեն մինչև արևելք պիտի թափառեն, Տիրոջը խոսքը փնտրելու համար, հոն պիտի պտտեն, բայց պիտի չգտնեն, եղբայրներ քույրեր, մի հատ միջանկյալ բան ասեմ, մյուս համարը կկարդամ, մենք տաճար ենք Սուրբ Հոգու համար, թե ոչ, այդպես գրված ավետարանի մեջ, և այդ տաճարը կարող է լեցվել երկու տեսակ բաներով, երրորդը չկա, կարող է լեցվել հոգևոր բաներով և կարող է լեցվել, հուշեք ինձ, մարմնավոր բաներով, հնարավոր է թե ոչ,
Հիմա մենք տաճար լինելով Տիրոջը համար շատ կարևոր է, որ իմ եւ քո ներսը ամեն օր ավետարանի խոսքը լեցվի։ Մի հատ զուգահեռ մեջբերում եմ ուզում անեմ բանավոր։ Իսրայելը անապատի մեջ գնում է եւ Աստված նրան կերակրում է հացով, բայց ոչ երկրավոր հացով։ Հապա որտեղի հացն էր դա։ Երկնային հաց էր։ Դա մանանա էր, որ երկնքից իջնում էր։ Եղբայրներ, քույրեր, հիմա կարևոր միտք եմ ուզում ասեմ, մտածելու խորհելի տեղիք տա ինձ եւ քեզ։ Պատվեր Աստծուց սա էր։ Մանանան պիտի հավաքեին քանի օրը մեկ, եղբայրներ, քույրեր։ Ամեն օր պիտի հավաքեին, սա խորհուրդ ունի իր մեջ թե ոչ։ Իսկ եթե 2 օրվա, 3 օրվա Մարդեձևի բնույթ ունի, հավաքեր, հաջորդ օր այդ մանանան կարող էր ուտել։ Որովհետև ինչ էր լինում, փչանում էր։ Միայն չէր փչանում, եղբայրներ, քույրեր, ворթնում էր։ Եկեք սա ընդունենք որպես խորհուրդ։ Այսօր իմ տաճարը պետք է ամեն օր լեցվի ավետարանի խոսքով։ Ես ամեն եմ ասում, համաձայնվենք թե ոչ։ Որոշում կայացրա իմ նստածը տեղը, թե չէ օգուտ չի լինի, թե չէ կլսենք Աստծո խոսք, հավանություն կտանք, գլխով էլ կասենք այո, բայց դա տեղ չի գտնի իմ եւ քո կյանքի մեջ, եւ բժշկություն չի լինի, եւ օգուտ չի լինի, եղբայրներ, քույրեր։ Կարդում եմ մյուս համարը, որ գրված է Հռոմայեցիս 1:16 համարը պիտի կարդամ։ Տեսնենք ինչ է հորդորում Պողոս առաքյալը Սուրբ Հոգով լեցված։ Հռոմայեցիս 1:16 խոսք։ Վասնզի ես ամոթ չեմ սեպեր ավետարանը, քանզի Աստծո զորությունն է այն բոլոր հավատացյալներուն փրկության համար։ Ավետարանը Աստծո ինչն է, եղբայրներ, քույրեր, կարդացինք, Աստծո զորությունն է։ Իսկ այդ խոսքը, որ բնակվի իմ եւ քո ներսը, զորությունով կներգործի թե չէ։ Սա բժշկարար դեղորայք է թե չէ, որը ձրի պիտի առնենք, ասեց եկեք եւ ձրի ծախու առեք, ձրի։ Տոնի վերջի օրը Տեր Հիսուս կանգնած է եւ աղաղակում է, բոլորդ եկեք եւ խմեք։ Այդ ձև ասեց, ոչ, ասեց ով որ ինչ է, եղբայրներ, քույրեր, ծարավ է, փափագի Տիրոջը խոսքին։ Չգիտեմ քո կյանքում այդ ձևի բան եղել է թե ոչ։ Ինչքան կարդում ես, այնքան ուզում ես կարդաս։ Կարող է շատերի սրտից ասեցի, ոնց որ չհագենաս, ոնց որ ջրի նման լեցվի, ինչի, որովհետև իմ եւ քո հոգին սնուցանվում է միայն ավետարանի խոսքով։ Եղբայրներ, քույրեր, մյուս համարը զուգահեռ ուզում եմ կարդամ, 2 Տիմոթեոս 3 գլուխ 16 խոսքից պետք է կարդամ։ Տեսնենք ինչ է հորդորում Տիրոջը խոսքը։ 2 Տիմոթեոս 3 գլուխ 16 համարից կարդանք։ Բոլոր գիրքը, որ գրքի մասին է խոսքը, եղբայրներ, քույրեր, Աստվածաշունչ Մատյանի մասին, գրված է բոլոր գիրքը Աստծո շունչն է եւ օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, շտկելու, արդարության խրատելու համար։ Ինչի պատասխանը 17 համար ասում է, որպեսի Աստծո մարդը կատարյալը լա ամեն բարի գործերի համար պատրաստված։ Դա ով անում, Աստվածաշունչ Մատյանն անում։ Եղբայրներ, քույրեր, միջանկյալ բանավոր ասեմ, Տեր Հիսուս 40 օր անապատի մեջ փորձվում է եւ փորձողը նրան մոտեցել է։ Տեր Հիսուս իր աստվածային զորությունը ի գործ դրեց հաղթելու սատանային։ Ինչը ի գործ դրեց, կարող եք հուշել։ Պատասխանում էր, որ ինչը արված, գրված է, եւ որտեղ է գրված, դա Աստվածաշունչ Մատյանի մեջ է գրված։ Եղբայրներ, քույրեր, շատերը մոտենում են, նյարդային ֆոնը ակտիվացել է, վատ մտքեր է գալի, վախեր է գալի, անքնություն է գալի, տագնապներ է գալի։ Ինչը ուզում ես փորձի, ես դեմ չեմ դրան, բայց երբ որ իմ եւ քո տաճարը լեցված է ավետարանի խոսքով, երբ որ այդ բոլոր նշված բաները մոտենան, մենք ինչով պիտի դեմ դնենք, հուշեք ինձ, ինչով, ավետարանի խոսքով։ Հովանու ավետարան 15-րդ գլխի սկզբից, որ կարդում ես, Տեր Հիսուս ասում է, դուք մաքուր եք այն խոսքով, որ ես ձեզ խոսել եմ։ Ավետարանի խոսքը մաքրելու հատկություն ունի։
մաքրելու զորություն ունի, եղբայրներ, քույրեր, ուրեմն ինչքան այսօր պակասել ենք, ես հիշում եմ այն առաջվա ժամանակները, մեկ որ առիթ ա լինում, ես վկայում եմ, ունենք ծև գույնի նոր կտակարան, 90-ականների այդ սկիզբներն էր, Սաղմոսով, առակով, կարող է ոմանք հիշում են այդ գիրքը, սև նոր կտակարանը, մեր գրպանից դուրս չէր գալի, Ինքան այն ոնց է Երեմյան ասում 15-16-ում քո խոսքը գտածի պես մենք չէինք կարդում հələ հիշեք հələ մտքով հետ գնացեք այդ ինչ ծարավեր ներսներս դրված գրպանիցս չէի հանում այտենց թերթիկներ արդեն սենց ալիք երեղե մենք կարդում էինք չէինք կշտանում իրար հանդիպում էինք ավետարանի խոսք իրար տեսնում էինք ավետարան էինք փոխանցում այսօր դրա կարիքը կա թե ոչ եղբայրներ քույրեր ավետարանը հայտնության գրքի մեջ ասում է հիշիր որտեղից ինչ արեցիր հուշեք հիշի որտեղից ընկարը տեղից ապաշխարի ավետարանի խոսքը պակասեց քրիստոնյան թուլանումա ուզում ես համաձայնվի ուզում ես չէ քրիստոնյան թուլանումա եղբայրներ քույրեր ինչպես մարդու կյանքում երկրավոր սնունդի պատճառը հանդիսանում է հետագայում մարմնի թուլությունը այդպես է թե ոչ մի օր չես սնվում, մի օր թերի ես սնվում, մեկ էլ տենում ես գլխապտույտ, մեկ էլ տենում ես լավ չես զգում քեզ, այդ ձևի թուլացած մարդը կարող է աշխատանք անել ֆիզիկական, չի կարող։ Այնպես էլ հոգևոր կյանքի ուժի զորության համարձակության համար դա ավետարանի խոսքն է։ Եղբայրներ քույրեր, դուք այս բոլորը ինչ որ ասում եմ գիտեք, բայց այսօր մեր աղոթքի ժամանակ եկեք մեր սրտին դրվի դա, Տեր կարիք ունեմ լեցվելու ավետարանով, համաձայն եք թե չէ։ Հիմա զուգահեռ մի հատ էլ համար ուզում եմ ընթերցեմ, որ գրված է Եբրայեցի մեջ Աստծո խոսքի զորության վրայով է այս համարը Եբրայեցի 4:12-ում է գրված։ Վասնզի Աստծո խոսքը կենթանի է, մի հատ ասենք փառք քեզ Տեր, Աստծո խոսքը կենթանի է, եղբայրներ քույրեր, նա բոլոր դարերում ինչպես եղբայրը հորդորեց, նույնն է բոլոր դարերի մեջ, նրա զորությունը չի պակասե, երկինք ու երկիրը անցնելու է, հուշեք ինչն է որ հավիտյան մնալու է, ավետարանի խոսքը, ոչ միայն մնալու է, ասում է մի հովտ եւ նշանագիր չի փոխվելու, բոլորը կատարվելու է, կրթնել է պետք ավետարանի խոսքի վրա։ Մի եղբայրը համեմատություն էր անում, ինչպես ծովում խեղդվողի համար մի հատ փայտից գերանը փրկության առիթ է դառնում։ Եթե այդ գերանը բաց թողնի, նրա ուժը կպակասի, նա չի կարող հասնել փրկության ափը։ Եղբայրներ քույրեր, բռնեք ավետարանի խոսքը, ամուր բռնեք, ինչի համար, կարդում եմ, վասնզի Աստծո խոսքը կենթանի է, զորեղ է, եւ ամեն երկսայրի սուրեն կտրուկ է, որ թափանցում է մինչև շունչը, ոգին, հոդվածները, ծուծը բաժնելու, կքննե սրտի խորհուրդները եւ մտածումները։ Տեսակ բժշկությունը որտեղ է, տեսակ դեղորայքը որտեղ է, այս ձևի համակարգ չկա աշխարհում։ Կարող է շերտավոր նկարահանի որոշակի պրիբորներ կան այդ ձև, ողնաշար, հոդային հյուսվածքներ, բայց այս ձևի բան չկա, որ ներթափանցում է մարդու, որտեղ մենք կարդացինք, ողն ու ծուցկի մեջ է, եղբայրներ քույրեր, կքննե սրտի խորհուրդները, մտածմունքները, եւ ուշադիր լսեք 13 համարը, չկա այդպիսի արարած, անոր դիմաց, չերևցած, հապա ամեն բան բաց ու հայտնի է անոր աչքերուն առջև, որու պիտի տրվի մեր հաշիվը։ Կարևորությունը տեսանք Աստծո խոսքի, եղբայրներ քույրեր, վերջում աղոթք կանենք ազգի համար, սահմանների համար, հոգսերի համար, բայց եկեք այս աղոթքը, որ պետք է անենք, սրտանց ասենք, Տեր, ես այսօր քո խոսքի պատգամով հասկացա, որ իմ շատ պրոբլեմների հիմքում ընկած է ավետարանի խոսքի պակասը։ Ով որ տեսավ կանգնենք սրտանց աղոթք անենք, շնորհակալ ենք Տեր։